Պետականաշինության ուղեցույց, գլուխ 2, համախմբում և համակարգում։ Գլուխ առաջինը ըստ էության նախաբանն է, դրա համար բաց եմ թողնում և սկսում եմ միայն գլուխ երկրորդից։ Այսուհետ աստիճանաբար օրը մի գլուխ ձեզ կներկայացնեմ և կարդալու եմ գրված տեքստից։ Եվ այսպես. Մարդիկ համախմբում են իրենց ուժերը համատեղելու և Մարդիկ համախմբվում են իրենց ուժերը համատեղելու և համակարգվում են այդ միացյալ ուժի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Պետականորեն կազմակերպվելու իմաստը յուրաքանչյուրի խնդիրների առավել արդյունավետ լուծումն է, քան դա հնարավոր է առանձին։ Ոչ ոք չի միանում ընդհանուր համախմբմանը այլոց կողմից շահագործվելու կամ որպես ռեսուրս յուրացվելու համար։ Ոչ ոք չի համաձայնվում ընդհանուր կարգին իր միայնակ գործելու արդյունավետությունը կաշկանդելու համար։ Պետությունը որպես համակարգ խոստանում և երաշխավորում է ավելին, քան կարող է միայնակ մարդն առանձին և ինքնուրույն։ Եթե անհատը չի ստանում այդ ավելին, ապա պետությունն անիմաստ է։ Մարդը որպես սոցիալական էակ հակված է կոլեկտիվ կենսակերպի, սակայն բնական մղումներով ձևավորվող համայնքներն ունեն քանակական և որակական սահմանափակումներ։ Էվոլյուցիոն մարդաբանության և սոցիոկենսաբանության տեսանկյունից խմբային աճը որոշակի կրիտիկական կետից հետո անհնար է առանց հավաքական վերակառուցման և առանց համապատասխան ինստիտուցիոնալ հենքի։ Բրիտանացի մարդաբան և էվոլյուցիոն հոգեբան Ռոբին Դամբարի հետազոտությունները փաստում են, որ մարդու նեոկորտեքսի, այսինքն գլխուղեղի կեղևի, հնարավորությունները թույլ են տալիս պահպանել կայուն սոցիալական կապեր առավելագույնը 150 անհատի հետ։ 150։ Այդ թիվը գիտության մեջ մտավ որպես Դամբարի թիվ։ Այս սահմանաչափը բնորոշ է այնպիսի միավորումներին, որտեղ փոխհարաբերությունները հիմնված են անձնական ճանաչողության և փոխադարձ վստահության վրա։ Երբ հանրույթի քանակական կազմը գերազանցում է այս շեմը, այն կանգնում է երկընտրանքի առջև կամ տրոհում, կամ անցում դեպի սոցիալական բարդության նոր մակարդակ, աստիճանակարգված, այսինքն հիերարխիկ ինքնակառավարում։ Բազմանդամության որոշակի աստիճանի հասնելով, բնական համայնքները, ինչպիսիք են ընտանիքները, տոհմերը ու ցեղերը, առանց կառուցվածքային վերադասավորման չեն ընդարձակվում։ Ընտանիքը և տոհմը արյունակցական կապի վրա հիմնված առաջնային օղակներ են, որտեղ համախմբումն ինքնաբուխ է, ինքստինքյան, և կառավարումը հայրիշխանական կամ մայրիշխանական, որոնք պարզ հիերարխիաներ են, ավագության կարգով կազմակերպված։ Այստեղ սոցիալական վերահսկողությունն իրականացվում է անձնական շփման և հուզական կապվածության միջոցով։ Ցեղերը բնական համայնքների զարգացման այն սահմանագիծն են, որտեղ արյունակցական կապը սկսում է թուլանալ։ Ցեղային մակարդակում մարդիկ դեռևս կարող են միմյանց ճանաչել դեմքով կամ ունենալ ընդհանուր նախնու մասին առասպելաբանական պատկերացում, ինչը տեղավորվում է վերոհիշյալ Դամբարի թվի տրամաբանության մեջ, ներառյալ Դամբարի կողմից առաջ քաշված 500 և 1500 թվերի սահմանաչափը, որպես ծանոթության և դեմքով ճանաչելիության վերին շեմեր։ Այսինքն մարդիկ կարող են ունենալ առավելագույնը 500 ծանոթ, ըստ Դամբարի հետազոտությունների, և կարող են դեմքով հստակորեն ճանաչել առավելագույնը 1500 հոգու։ Սակայն երբ հանրույթը հատում է ցեղային միավորման քանակական շեմը, բնական սոլիդարությունն այլևս ի զորու չէ կանխել ներքին կոնֆլիկտները։ Բնական համայնքները, ընտանիքները, տոհմերն ու ցեղերը բազմամարդ դառնալուն պես անխուսափելիորեն տրոհվում են, ձգտելով պահպանել կառավարելիության փոքր ծավալները։ Հետևաբար,
Պետական նախագիծը սկսում է հենց այնտեղ, որտեղ ավարտվում է ցեղի կամ տոհմի համախմբման բնական հնարավորությունը։ Մեծ մասշտաբների դեպքում միաբանությունը այլևս ոչ թե արյան կանչ է կամ բարոյական ընտրություն, այլ կառուցվածքային ինժեներիա։ Պետությունը հենց այն տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս հազարավոր իրար անծանոթ ընտանիքների և տոհմերի հանդես գալ որպես մեկ միասնական քաղաքական սուբյեկտ, փոխարինելով անձնական ծանոթությունը բազմաստիճան ինստիտուտներով։ Այնտեղ, որտեղ քաղաքական ինստիտուտները և քաղաքակրթական մշակութային կապերը թույլ են, հանրությունը վերադառնում է նախապետական կազմակերպման ձևերին, կլանային համակարգին և դրա արդյունք հանդիսացող նեպոտիզմին, այսինքն բարեկամների կամ ընկերների նախապատվություն տալը առանց նրանց արժանիքները հաշվի առնելու։ Անփորձ հանրությունների հիմնական սխալը խնդրի բարոյականացումն է։ Նրանք համախմբման բացակայությունը վերագրում են եսասիրությանը կամ անմիաբանությանը, այնինչ խնդիրը նախ եւ առաջ կառուցվածքային ֆունկցիոնալ է։ Առանց քաղաքակրթական գործիքակազմի և հետևողական ինստիտուցիոնալացման բնական համախմբումը մեծ մասշտաբներում դատապարտված է ձախողման։ Բնական միջավայրում պրիմատների խմբերի միջև հարաբերությունները սահմանափակվում են բացառապես գոյաբանական անհրաժեշտությամբ։ Միջխմբային ընդգրկուն և կայուն համագործակցության դեպքերը գրեթե բացակայում են, եթե չհաշվենք տարբեր խմբերի միջև գենետիկ բազմազանության ապահովմանն ուղղված էկզոգամիկ դրսևորումները, այսինքն զուգընկերների փոխանակումը, կամ բնական ռեսուրսների, աղբյուրների, սննդով հարուստ վայրերի շուրջ կարճատև, հաճախ լարված հանդիպումները։ Խոսք է գնում օրինակ շիմպանզեների մասին, բնական միջավայրում նրանք մեծ համախմբումներ և միջտոհմային համախմբումներ, հարաբերություններ գրեթե չեն ունենում, կամ միջտոհմային հարաբերությունները հիմնականում աղջիկ փեսա փոխանակելն է, ասենք թե պրիմատների մոտ։ Այս վարքագծային մոդելը նկատելի է նաև ոչ քաղաքական կամ նախապետական մակարդակում գտնվող հանրույթների մոտ։ Այստեղ անծանոթի կամ օտար խմբի հետ համագործակցությունը դիտարկվում է որպես գոյաբանական վտանգ, նաև մարդկանց մոտ նախապետական խմբերում անծանոթի հետ հարաբերությունը դիտարկվում է որպես գոյաբանական վտանգ։ Միակ ընդունելի կամուրջը մնում է խնամիական հարաբերությունները, սակայն նույնիսկ այս դեպքում menքի և նրանքի միջև առկա անդունդը չի հաղթահարվում։ Ավանդական ժողովուրդների կենցաղում հարսանեկան արարողությունների ավարտին ծագող վեճերն ու ծեծկռտուքը պատահական սոցիալական շեղումներ չեն։ Դրանք կուտակված, թաքնված լարվածության պոռթկումներ են, որոնք վկայում են բնական համայնքների ինքնամփոփության մասին։ Այս լարվածությունը պարպելու համար մարդկությունը դարեր շարունակ մշակել է բարդ ծիսակարգային գործիքակազմ, միջտոհմային խաղեր, մրցումներ և ծեսեր, որոնք ծառայում են որպես սոցիալական անվտանգության բարձիկներ։ Սակայն այս գործիքները մեղմելով միջտոհմային լարվածությունը և լուծելով տեղային հաշտեցման խնդիրը, երբեք չեն դառնում մեծամասշտաբ համագործակցության հենք։ Այստեղ մենք բախվում ենք մի կարևոր քաղաքագիտական պարադոքսի։ Տարածված է այն թյուր կարծիքը, թե կոլեկտիվ ինքնությունը, ընդհանուր ծագման մասին միֆերն ու տոնակատարությունները բավարար հիմք են լայնածավալ համախմբման համար։ Իրականությունը սակայն փաստում է, որ դրանք թեև անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են։ Նույնիսկ դարերի ընդհանուր պատմություն և հարուստ առասպելաբանություն ունեցող ժողովուրդների շրջանում կայուն համախմբումը փլուզվում է այն պահին, երբ անհրաժեշտ է իրականացնել երկարատև, կազմակերպված և կոորդինացված գործողություններ։ Մշակութային ընդհանրությունը ստեղծում է հուզական միասնության ապրումներ, բայց այն իզորու չէ փոխարինել կառավարման տեխնոլոգիային։ Որպես ապացույց կարող ենք դիտարկել պատմական մեծ կայսրությունները։
բազմազգ կայսրությունները, որոնք չունեին ոչ ընդհանուր ծագում, ոչ միասնական նախնական առասպելաբանություն, կարողացել են հարյուրամյակներ շարունակ գոյատևել բարձր արդյունավետությամբ։ Նրանց համախմբվածության գաղտնիքը ոչ թե անցյալի մեջ է, այլ ներկայի և ապագայի կազմակերպման։ Ուժեղ պետական ինստիտուտները, ընդհանուր իրավական դաշտը և արդյունավետ բյուրոկրատիան ձևավորել են նոր տիպի կապակցվածություն՝ քաղաքական սոլիդարություն։ Արյունակցական հարազատական սոլիդարությունը փոխակերպվում է քաղաքական սոլիդարությամբ։ Ավելին, հենց պետականության այդ հզոր շրջանակն է ժամանակի ընթացքում իր բազմազգ հպատակների համար ստեղծել նոր ընդհանուր պատմություն և նոր առասպելաբանություն։ Այսպիսով, պետությունը ոչ թե մշակութային ինքնության արդյունք է, այլ հաճախ հենց ինքնություն ստեղծող։ Կայուն և լայնածավալ համախմբումը ոչ միայն նախնիների ձայնն է մեր մեջ, այլ այն կառուցվածքային շրջանակը, որը թույլ է տալիս տարբեր շահերով և տարբեր ծագումով մարդկանց գործել որպես մեկ միասնական քաղաքական օրգանիզմ։ Հանրույթի քանակական աճի հետևանքով առաջացող խնդիրները չեն սահմանափակվում միայն մարդու ճանաչողական հնարավորություններով, այսինքն դամբարի թվով։ Հնագետ և անթրոպոլոգ Գրեգորի Ջոնսոնը 1982 թվականին ձևակերպեց սկալյար սթրեսի կամ մասշտաբի լարվածության տեսությունը, որը տալիս է սոցիալական և կառավարչական ճգնաժամերի մաթեմատիկական բացատրությունը։ Ըստ Ջոնսոնի, խմբի անդամների թվաբանական աճին զուգընթաց, նրանց միջև հնարավոր փոխազդեցությունների և շահերի բախման քանակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Եթե դամբարի թեզը կենտրոնանում է անհատի հիշողության և սոցիալական կապերի սահմանափակության վրա, ապա Ջոնսոնի հայեցակարգը վերաբերում է տեղեկատվության մշակման և որոշումների կայացման հնարավորությանը։ Մասշտաբի լարվածության էությունը այն է, որ համայնքի չափերի և հատկապես որոշում կայացնող սուբյեկտների քանակի աճին զուգընթաց, տեղեկատվական հոսքը դառնում է չափազանց խիտ։ Այն հասնում է մի շեմի, որից անդին անհատը կամ խումբը այլևս իզորու չէ համադրել և մշակել բոլոր մասնակիցների կարծիքներն ու փաստարկները։ Այս գործընթացը հանգեցնում է կոնսենսուսի կաթվածի, իրավիճակ, երբ որոշումների կայացման ավանդական, հորիզոնական մեխանիզմները դադարում են գործել, ինչը բերում է ներքին գժտությունների և կառավարման համակարգի փլուզման։ Ջոնսոնի տեսության համաձայն, երբ մասշտաբի սթրեսը հասնում է կրիտիկական կետի, համակարգը կանգնում է երկընտրանքի առջև՝ կամ տրոհում, խմբի մասնատում ավելի փոքր միավորների, որոնցում տեղեկատվական հոսքերը նորից դառնում են կառավարելի, կամ ինստիտուցիոնալ բարդացում, այսինքն որոշումների կայացման պատվիրակում և հիերարխիկ օղակների ստեղծում, ինչն էլ հանդիսանում է պետական կազմակերպման հիմքը։ Լայնածավալ համախմբումը որպես այդպիսին հնարավոր է, սակայն առանց համապատասխան կառուցվածքի այն չունի կենսունակ կայունություն։ Համախմբված բազմությունը չունենալով ինստիտուցիոնալ զսպաշապիկներ և գործառնական բաշխում, վերածվում է ժողովրդական զանգվածի կամ ամբոխի՝ իրեն բնորոշ անկայունությամբ, որոշումների իռացիոնալ հուզականությամբ և ցածր արդյունավետությամբ։ Հետևաբար, պետական նախագիծը ոչ միայն համախմբման միջոց է, այլև այդ համախմբումը քաոսից դեպի կառուցողական հուն տեղափոխող մեխանիզմ։ Առանց աստիճանակարգված ղեկավարման և տեղեկատվական ֆիլտրերի, ցանկացած մեծածավալ հանրույթ դատապարտված է ներքին քայքայման, մասշտաբի լարվածության անխուսափելի ճնշման ներքո։ Հանրույթի ձևավորման և դրա կենսունակության պահպանման նախապայմանը մարդկանց բազմության համակարգումն է։ Միլիոնանոց հանրությունները չեն կարող դիտվել որպես պարզ քանակական համախմբումներ, քանի որ դրանք նախևառաջ միլիոնանոց բարդ համակարգեր են։
Միայն կայուն ինստիտուտներն են ունակ համախմբել անհատներին, համակարգել բազմությանը և ձևավորել միասնական սոցիալական միջավայր, ապահովելով հարաբերությունների կայունությունն ու կանխատեսելիությունը։ Հանրային և մշակութային, տնտեսական, իրավական, քաղաքական և պետական ինստիտուտներն իրենց բազմազանությամբ և աստիճանակարգությամբ այն կառուցվածքներն են, որոնք համակարգում են միլիոնանոց համախմբումը և ապահովում դրա ներդաշնակ գոյությունը։ Համայնքի առջև դրված խնդիրների բարդությունն ու պահանջվող արդյունավետության աստիճանն ուղիղ համեմատական են հիերարխիկ կայունությանը։ Սա առավել ցայտուն դրսևորվում է այնպիսի կառույցներում, որտեղ սխալի գինը չափազանց բարձր է, մասնավորապես բանակային ստորաբաժանումներում, մասնագիտական նեղ կոլեկտիվներում և պետական կառավարման ապարատում։ Որքան մեծ է համայնքի հավակնությունները, ամբիցիաները և արտաքին մարտահրավերները, այնքան ավելի ընդգծված է դառնում կառուցվածքային համակարգման անհրաժեշտությունը։ Կայուն և ինքնիշխան համախմբման ու համակարգման բարձրագույն աստիճանը, որին պատմականորեն հասել են մարդկային հանրությունները, պետությունն է։ Պետությունը հանդես է գալիս որպես այն վերջնական կառուցվածքը, որը հնարավորություն է տալիս հաղթահարել մասշտաբի լարվածությունը և անձնական կապերի սահմանափակությունը, ստեղծելով կազմակերպված գործողության հնարավորություն ամենաբարձր մակարդակում։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ որքան էլ ազատագրական կամ քաղաքացիական պատերազմները ցավոտ են եղել ժողովուրդների համար, հենց այդ ծայրահեղ իրավիճակներում բարձր համակարգման հասած հանրություններն են կարողացել հաջողությամբ պետականորեն կազմակերպվել և հիմնել ազգային պետություններ։ Գոյաբանական սպառնալիքը ստիպել է հրաժարվել պակաս արդյունավետ հորիզոնական կապերից և անցնել հիերարխիկ կառավարման։ Միայն հիերարխիկ աստիճանակարգության տարբեր մակարդակներում է հնարավոր հորիզոնական հարաբերությունների արդյունավետություն, այսինքն հետերարխիա։ Այսինքն սկիզբը հիերարխիկ աստիճանակարգությունն է, հետո ամեն մակարդակում գնում է հետերարխիկ կառուցվածքային բաշխում։ Սեփական ջանքերով և ներքին պահանջմունքից ձևավորվող պետությունները չեն ստեղծվում բազմահազարանոց հրապարակներում, սիրո և համերաշխության հանրահավաքների, միմյանց հավատարմության երդումների արդյունքում կամ վերացական հանրային պայմանագրի ստորագրման միջոցով։ Իրական պետականաշինությունը տեղի է ունենում ինքնակազմակերպման, արտաքին գերիշխանությանը դիմակայելու և, որ ամենակարևորն է, մասշտաբի ներքին լարվածությունը հաղթահարելու ճանապարհով։ Պետությունը ծնվում է այնտեղ, որտեղ հիմնադրվում են ինքնիշխան հիերարխիկ կառուցվածքներ և գործառնական, այսինքն ֆունկցիոնալ ինստիտուտներ։ 1 միլիոն մարդու կողմից ստորագրված համակեցության և համագործակցության ցանկացած պայմանագիր դատապարտված է ձախողման, եթե այն զուրկ է երաշխավորի ինստիտուտից, ով կապահովի պայմանագրի գործունակությունը և պատասխանատվության կենթարկի պայմանը խախտողներին։ Առանց կառավարման օղակների, առանց պատասխանատվության բաշխման և առանց վերահսկող երաշխիքների նմանատիպ փաստաթղթերը մնում են լոկ որպես բարի ցանկությունների հավաքածու, որոնք անզոր են քաղաքական իրականության և տեղեկատվական քաոսի առաջ։ Հետևաբար, պետական նախագիծը կառուցվածքային լուծում է սոցիալական էնտրոպիայի քաոսի դեմ, երբ հանրությունը հատում է մասշտաբի լարվածության կրիտիկական շեմը, անձնական վստահության վրա հիմնված հորիզոնական կապերին փոխարինելու է գալիս վերանձնային ինստիտուտների համակարգը։ Պետությունը ոչ միայն բարոյական համաձայնության, այլ կառավարչական արդյունավետության և տեղեկատվական հոսքերի օպտիմալացման արդյունք է։ Սա էր պետականաշինության ուղեցույց կամ պետության նախագիծ,
մեր ներկայացրած աշխատանքի երկրորդ գլուխը։ Հաջորդ գլուխները կներկայացնեմ այլ օրերի, ընդհանուր 12 գլուխ է։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։